Ինչ կարող է հայրիկը անել 3 ամսականից մինչև 1 տարեկան փոքրիկի հետ։ Դե, տեսնում եմ, որ քո փոքրիկն արդեն մեծացել է, շրջվում է մեջքից փորիկ, սողում է եւ նույնիսկ փորձում է ոտքի կանգնել։ Ինչ անել հիմա։ Հենց հիմա կարևոր է կնոջդ հետ նստել եւ քննարկել խնամքի կանոնները։ Պայմանավորվեք, թե որ խաղալիքները կարելի է գնել, որոնք ոչ, ինչպիսին պետք է լինի օրվա ռեժիմը, որքան հաճախ կարող են տատիկն ու պապիկը հյուր գալ։ Քննարկեք այս հարցերը հնարավորինս մանրամասն։ Սա ձեզ կդարձնի միասնական դաստիարակության հարցում եւ կօգնի խուսափել կոնֆլիկտներից։ Եթե հաճույքով խաղում ես փոքրիկի հետ, ապա գնից նրա համար ամենապարզ խաղալիքները, օրինակ խորանարդիկներ ու բուրգեր, բայց եթե դու չես սիրում նման զարգացնող խաղեր խաղալ, ոչինչ։ Փոքրիկին քեզ հետ ման տու սլինգով կամ էլ գորյուկզակով։ Նա կհետաքրքրվի նոր վայրեր տեսնելով եւ դուք կարող եք անել այն, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Նրան տար զբոսանքի մանկական խաղահրապարակ։ Այդ ընթացքում կինդ կարող է հանգիստ քնել, երեխան կտեսնի ուրիշ մարդկանց, իսկ դու կարող ես հանգստանալ լռության մեջ կամ խաղալ երեխայի հետ, եթե նա չի քնում սայլակում։ Մի մոռացիր քո եւ կնոջդ հարաբերությունների մասին։ Ձեր փոքրիկը իրեն լավ կզգա այն ժամանակ, երբ դուք երկուստ էլ երջանիկ ու լավ հարաբերությունների մեջ լինեք։ Այդ պատճառով, երբ հնարավորություն կա, բարձիր դայակ կամ խնդրիր տատիկին մնալ երեխայի հետ ու կնոջը տա ժամադրության։ Երբ քո երեխան 1 տարեկան կդառնա, կտեսնես, որ նա արդեն ավելի լավ է քնում, շատ բաներ կարողանում եւ առաջիկայում ելի շատ բան կսովորի։ Ընտանեկան կյանքին ներգրավված լինելու հետ մեկտեղ մի մոռացիր նաեւ քեզ համար ժամանակ հատկացնել։ Քեզ նույնպես հանգիստ է պետք։ Երջանիկ հայրություն եմ մաղթում։